Ամեն հայ դա դու ես, ճակատագրի եղբայր է ամեն հայ, ասել է մեծն Գարեգին Նժդեհը։ Թերևս եղբայրության ու իրար սատար կանգնելու այս զգացումն էր, որ միավորեց մի խումբ հայրենասերների հենց Նժդեհ անունը կրող ակումբում։ Հայոց բանակի հետ կուռ կապը գործունեության 20 տարիների ընթացքում եղել է տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի մշտական ուղեկիցը։ Եվ ահա, պահի հասունացման թելադրանքով նախորդ ուսումնական տարում ուսանողական խորհրդի կազմում ձևավորվեց Նժդեհ ռազմահայրենասիրական ակումբը։ Իսկ ակումբի գործունեության մեկնարկը տրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի զոհված ուսանող ազատամարտիկների անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությամբ։ Երիտասարդական թևի հայրենասիրական դաստիարակության խնդիրները ամենակարևոր ուղղություններից մեկն են ձեր ուսանողական խորհրդի եւ կարծում եմ, որ երիտասարդությունը մեր ապագան է եւ երիտասարդության հետ կապը անկասկած կբերի հաջողություն։ Կազմավորման առաջին օրվանից ակումբը ծավալում է բուռն գործունեություն, համախմբելով համալսարանի հարյուրավոր հայրենասեր ուսանողների։ Ակումբն անվանակոչվել է ի պատիվ տնտեսագիտական համալսարանի քաջ մարտիկների ստեղծած կամավորական ջոկատի Նժդեհի, որի անդամները Արցախյան պատերազմի տարիներին թողել են իրենց ընտանիքները ուսումն ու մեկնել ռազմաճակատ։ Առաջնորդվելով ուսանողական խորհրդի որդեգրած սկզբունքներով, այն է ուսանողների ռազմահայրենասիրական ոգու բարձրացումն ու բանակ բուհ կապի ամրապնդումը, հոկտեմբերի 24-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդականները ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խարատյանի գլխավորությամբ ուղևորվեցին դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի թիվ N զորամաս։ Երրորդի այցի շրջանակներում ուսանողներն առավել մանրամասն ծանոթացան հայ զինվորների կենսակերպին, ապրեցին զորանոցներում, ճաշեցին զինվորական ճաշարանում եւ եղան զորամասի հրաձգարանում։ 3 օր ապրելով զինվորական կյանքով ուսանողներն այցելեցին մարտական դիրքեր եւ կատարեցին ինժեներական աշխատանքներ։ Մենք երկրորդ օրն է արդեն գտնվում ենք Ծամանապահ զորամասում, հիմա մենք գտնվում ենք դիրքերում, իսկ մեր ուսանողների մի մասն հենց հիմա կատարում է ինժեներական աշխատանքներ զինվորների հետ միասին։ Չնայած հունվար ամսին սահմանին տիրող լարված իրավիճակին, այնուհանդերձ դա չխանգարեց ուսանողներին հունվարի 28-ին մեկնել Տավուշի մարզ եւ հայկական բանակի կազմավորման 23-րդ տարելիցը նշել մարտական զորամասում։ Գովելի էր այն փաստը, որ չնայած սահմանում տիրող լարված իրավիճակին եւ պարբերաբար հնչող կրակահերթերին, բոլոր ուսանողները միասնական կամք արտահայտեցին լինելու մարտական հենակետում, զինվորի կողքին։ Ինչպես մյուս բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ եւս զորամասը նվեր ստացավ հեռադիտակներ եւ հատուկ նշանակության զինվորական այլ պարագաներ, սպորտային գույք, գրքեր եւ զինծառայողներին անհրաժեշտ այլ պարագաներ։ Ուսանողական խորհրդի ծավալած գործունեության առանցքային ուղղություններից մեկն էլ ուսանողների նախնական զինվորական պատրաստությունը կազմակերպելն ու նրանց զինված ուժերի կառուցվածքին ծանոթացնելն է։ Ահա հենց այս նպատակով ապրիլի 13-ին տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Բաղրամյան զորավարժարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Վերջինով բազմաթիվ ուսանողներ մի քանի անգամ այցելել են զորավարժարան, կատարելագործել իրենց կրակային հմտությունները, հաղթահարել զինվորականների համար նախատեսված հոգեբանական արգելագոտին եւ այլն։ Առավել ուշագրավ էր մարտի 8-ին կանանց միջազգային տոնի օրը տնտեսագիտական համալսարանի ուսանողուհիների այցելությունը զորավարժարան։ Մեր բուհի ուսանողուհիները եւս մեկ անգամ փաստեցին, որ հայուհին հայ զինվորի կողքին է։ Ուսանողական խորհրդի ռազմահայրենասիրական ոլորտում ծավալած գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը հայոց պատմության փառավոր էջերը կերտած ազատամարտիկների եւ հայրենիքի բոլոր նվիրյալների անունը հիշելն ու նրանց գործը փառաբանելն է։ Այս ուղղության կարևոր հանգրվաններից մեկը տնտեսագիտական համալսարանում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի Ասալայի մարտիկներ Վազգեն Սիսիլյանին եւ Հակոբ Ջուլֆայանին հյուրընկալելն էր։ Այս հանդիսավոր միջոցառմամբ տրվեց տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը։ Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի Նժդեհ ռազմահայրենասիրական ակումբի անդամները մշտապես բարձր են պահում զոհված ուսանող ազատամարտիկների անունն ու հիշատակը։ Նրանց նվիրված այս լսարանում ակումբը պարբերաբար կազմակերպում էր բաց դասեր, այդպիսով ել ավելի ամուր հիմքերի վրա դնելով ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Նժդեհ ռազմահայրենասիրականի կողմից կազմակերպված բաց դասերը նվիրված տնտեսագիտական համալսարանի ուսանող ազատամարտիկների կյանքին եւ հայրենասիրական անձնվեր գործունեությանը, Հրանտ Դինքի հիշատակին, մայիսյան հաղթանակների եռատոնին նպատակ ունեին բարձրացնելու տեղեկացվածությունն ու հայրենասիրական դաստիարակության ոգին հայ ուսանողության շրջանում։ Նախորդ տարում իրականացված վերջին ծրագիրը 3-օրյա բանակում ճամբարներ ազատագրված Խարվաճառում։ Մայիսի 22-ից 24-ը տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդ
երիտասարդական կազմակերպության հետ համատեղ իրականացրեց նախադեպը չունեցող ծրագիր, որի շրջանակներում բուհի շուրջ 50 ուսանողներ եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Խարվաճարի շրջանում։ Ծրագրի մասնակից ուսանողները 3 օր ապրեցին դաշտային պայմաններում, առաջնագծի մոտ տեղակայված անտառային տեղամասում։ Անցկացվեց կրակային պատրաստության դասընթաց, որից հետո ուսանողները հնարավորություն ունեցան կրակելու հրաձգային զենքերից։ Հրաձգարանից հետո հերթը մարտական դիրքերինն էր։ Ուսանողները եղան հրետանային կրակակետում, ծանոթացան անձնակազմին, զինվորական առօրյային եւ սպառազինությանը, ինչպես նաեւ մասնակցեցին ինժեներական աշխատանքների։ Նրանց ներկայացվեցին դիրքը, մարտական խնդիրն ու շուրջօրյա հերթապահության սկզբունքները։ Այսպիսին էին նախորդող 1 տարվա ընթացքում ուսանողական խորհրդի նախաձեռնած եւ իրականացրած ռազմահայրենասիրական ծրագրերը։ Այսպիսին էր անցնող 1 տարվա ուղի, որի սկիզբը նախանշվել էր դեռ շատ վաղուց։ Դեռ այն ժամանակ, երբ մի խումբ ուսանողներ գերադասեցին Խրամատը լսարանից, զինվորի համազգեստը քաղաքացիական հագուստից։ Եվ այսօր պայմանական խաղաղության պայմաններում մի խումբ ուսանողներ շարունակում են 13-ի գործը, իրենց ներդրումն ունենալով երիտասարդների հայրենասիրական դաստիարակության եւ մարտական պատրաստվածության գործում։ Ռազմահայրենասիրական ակումբի շարքերն այսօր համալրում են նոր անդամներ։ Նժդեհ ռազմահայրենասիրականը շարունակում է իր գործունեությունը, բուհի ուսանողներին հաղորդելով հայրենասիրության ու սեփական երկրի, ազգի ու ազգայինի արժևորման գիտակցումը։